Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Նա նշել է, որ սա փաստ է եւ պատրաստ է ապացուցել դա։ Ըստ Փաշինյանի համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնների Գարեգին II-ն այդ դեպքում չի կարող լինել կաթողիկոս եւ պետք է ազատի վեհարանը։ Ջոնաթան Շպանգենբերգը ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռ քոբ 29-ի օրերին, երբ տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնում էր հայ գերիները ապօրինաբար են գտնվում Բաքվում, ներկայացված մեղադրանքները կեղծ են, գործընթացը քաղաքական։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետը լրագրող չէ, բայց ադրբեջանական մամուլը համառորեն պնդում է, թե նա հայկական կողմից սնվող լրագրող է, այնինչ պարզ ապացուցելի փաստերով Ջոնաթանն ու մյուսները այսօր էլ շարունակում են միջազգային բոլոր հնարավոր ատյաններին հիշեցնել, որ անելիք կա, պետք է ճնշել Ալիևին։ Աշխատանքները սկսվում են սոցիալական հարթակներից, ծավալվում մինչև պաշտոնական նամակներ աշխարհի քաղաքական գործիչներին։ Գերմանիո մեջ քաղաքական դաշտի մեջ այս հարցը բարձրացուցի մեր այդտեղի կառույցներուն հետ եւ փորձեցինք քաղաքական դաշտին կառավարության, արտաքին գործոց նախարարության, Բունդեստագի ասենք ուրեմն անդամներուն կամ այս հարցը մոդեցնել։ Ունենք տարբեր պատասխաններ եւ այս աշխատանքը կշարունակվի։ Ինքն ու գործընկերները ամենօրյա աշխատանք են տանում, ասում են նահանջ չկա եւ նպատակ ունեն մինչեւ միջազգային քրեական դատարան հասցնել Ալիևի հանցանքները։ Նաեւ քաղաքական արձագանքի մեծ ալիք կարող է լինել, բայց այստեղ հատուկ է ընդգծում, հարցն առաջին հերթին հայկական անվտանգային է, ուրեմն այն պետք է օրակարգային դառնա նախ եւ առաջ հայ հասարակության ու առավել եւս պաշտոնական Երևանի համար։ Այստեղ գործընթաց կամ չկա, կամ եթե կա, ապա թերի է։ Անգերց կարծիքովս շատ ավելին պետք է նե, եթե իրենք ինչպես որ շատ ադեներ գարդահայտեն, որ կարծես կսպաղեն, բայց այդ դպավորությունը չունիմ։ Աշխարհը պետք է իմանա, որ ավտորիտար երկրում էթնիկ հայ լինելու համար միայն անմեղ մարդիկ են դատվում։ Ալիևի հանցագործությունները համակարգային են, մեկը մյուսից բխող, բոլորը ուղղված հայկական պետության դեմ։ Ջոնաթանն ասում է, պետք է հասունանա այն պահը, որ միջազգային ճնշումը Ալիևի դեմ լինի մեծ մասշտաբների, ինչը ստիպի բռնապետին ազատ արձակել հայերին։ Կրկնում են, դրա համար պետք է աշխատել։ Բռնապետները գվախնան մեկ բան է, իրենց իմիջը, իրենց այսինքն այսպես գեղձ իմիջը երբ կփլի։ Երբ անցյալ տարի նախորդ կոպ եւ կոպի ժամանակ մենք այս հսկայական միասնական աշխատանքը հաջողեցինք, այո, բադանտները ազատ չազատվեցան, բայց Ալիևը ընդունեց, որ միջազգային արշավ տեղի կունենա իր թե։ Եվս մեկ դրվագ է առանձնացնում Շպանգենբերգը, պատմում է նախորդ տարիների ապրիլին, երբ Ալիևը կանցլեր Շոլցի հյուրներ բողոքի փոքրիկ ցույց էին կազմակերպել կանցլերի նստավայրի դիմաց։ Այնտեղ հնչող պահանջը մեկն էր՝ հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուղերձը հստակ՝ Ալիևը պետք է կանգնի միջազգային քրեական դատարանի առաջ։ 2 ժամ է սպասեցրել Ալիևը Շոլցին, ասում է Ջոնաթանը, այդ փոքրիկ բողոքին չարերեսվելու համար։ Բռնապետին բնորոշ վարքագիծ է, շարունակում է, պետք է պայքարել այնքան, որ Ալիևը դուրս գա իր հարմարավետության տարածքից, ճնշել ու անընդհատ խոսել, բարձրաձայնել հանցանքները։ Միայն հավաքական պայքարի դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքի ու հայ գերիների ազատ արձակմանը։ Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ եւ ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է ավելի քան 40 ցուցարար։ Սպիտակ տունը կատարվածը որակել է ապստամբություն, նախագահ Թրամփը կարգադրել է քաղաքը մտցնել ազգային գվարդիայի 2000 զինվոր կարգուկանոնը վերականգնելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մեղադրել է ԱՄՆ նախագահ Թրամփին Լոս Անջելեսում ճգնաժամ ստեղծելու եւ իրավիճակը սրելու մեջ միգրանտների արտաքսման դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Նա քննադատել է ազգային գվարդիայի ուղարկումը, այն որակելով որպես սադրանք եւ ժողովրդավարությանը սպառնալիք։ Նյուսոմը կոչ արել Թրամփին նահանջել, նշելով, որ խաղաղ ցուցարարների եւ ոստիկանների անվտանգությունը կապահովի տեղական իշխանությունների կողմից։
Ուկրաինային հասցված ռուսական ինտենսիվ հարվածներից հետո Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովման նպատակով Լեհաստանի եւ դաշնակիցների ռազմական օդանավերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության։ Ռուսական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Վերլուծական շրջանակների ենթադրությունների համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը դեռ լիովին չի իրագործել ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակմանը հակահարված տալու իր սպառնալիքը։ Ըստ ենթադրությունների հարվածը սպասվում է առաջիկա օրերին։ Արևմտյան դիվանագիտական աղբյուրները չեն բացառել, որ Կիևին հստակ ուղերձ հղելու համար հարձակման թիրախում հայտնվեն ուկրաինական կառավարական շենքերը։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքը Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններին հարկադրել է թռիչքների որոշակի սահմանափակումներ մտցնել։ Ռոսավիացիայի տեղեկացմամբ Կազանի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի եւ Տամբովի օդանավակայաններում գիշերը հանվել են օդանավերի ընդունման եւ բաց թողման սահմանափակումները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը ձգտում է անհնարին Խորհրդային Միության վերականգնմանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե վստահ է արդյոք, որ ռուսները չեն ցանկանում դադարեցնել պատերազմը, Զելենսկին նշել է, որովհետև նրանց վրա ճնշում չեն գործադրում։ Պուտինը ցանկանում է վերադարձնել Խորհրդային Միության իշխանությունը, դա անհնար է, բայց ես վստահ չեմ, որ կան մարդիկ, ովքեր կարող են դա բացատրել նրան, եւ նա դա կանի ամեն դեպքում։ Համոզված եմ, որ նա իր նպատակին հասնելու համար պետք է դա անի առաջին հերթին Ուկրաինայի միջոցով, քանի որ Ուկրաինան ամենամեծն է Խորհրդային Միությունում Ռուսաստանից հետո։ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունն ըստ ամենայնի կսահմանափակվի։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է այս մասին նկատի ունենալով ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստում ընդունվելիք բանաձևը, որով հաստատվելու է, որ Թեհրանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ խախտել է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային պարտավորությունները։ Ամերիկայի ուժի մեջ է մտել Թրամփի 12 երկրի քաղաքացիների համար սահմանած մուտքի արգելքը։ Խոսքը Աֆղանստանի, Մյանմարի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մասին է։ Եվս 7 երկրի՝ Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք։ Իսրայելցի զինվորականները Գրետա Թունբերգին եւ մյուս ակտիվիստներին թույլ չեն տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավով Գազա հասնել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թունբերգը եւ նրա գործընկերները փորձում էին սադրանք ստեղծել եւ թիմի նպատակն էր ուշադրություն գրավել։ Ֆինլանդիան նախատեսում է մինչև 2029 պաշտպանական բյուջեն բարձրացնել հնայի 3%-ի Ռուսաստանից բխող սպառնալիքների պատճառով։ Վարչապետ Պետերի Օրպոն հայտնել է, որ միջոցները կուղղվեն բանակի արևելյան սահմանի եւ հակաօդային պաշտպանության ուժեղացմանը։ Նա բացառել է հարկերի բարձրացումը կամ բյուջեի այլ հատկացումների կրճատումը, նշելով, որ կայուն ֆինանսավորումը հնարավոր է միայն տնտեսական աճի պայմաններում։ Բյուջեն նախատեսված է մինչև 2032 թվական, ուստի որոշումներ պետք է կայացնեն նաեւ ապագա կառավարությունները։ Ավստրալացի գիտնականները առաջընթաց են գրանցել միավի դեմ դեղամիջոցի ստեղծման գործում։ Հիմք ընդունելով COVID-19-ի դեմ պայքարում կիրառված mRNA տեխնոլոգիան, նրանք մշակել են մեթոդ, որը ստիպում է վիրուսին դուրս գալ թաքստոցից մարդու բջիջների ներսում։ Այնուհետև mRNA բջիջներին հրահանգում է հայտնաբերել վիրուսը, ինչը կարող է նպաստել բուժման նոր մոտեցման զարգացմանը։ Բրազիլիայում 9-ամյա տղան դարձել է համացանցի հաստաղ, նա դպրոց է գնում խոզի վրա նստած։ Նա արդեն 1.2 միլիոն հետևորդ ունի Instagram-ում։ Խոզով դպրոց գնալու տեսանյութերը վիրուսային են դարձել։ Տղան շատ է ուզում լավ կրթություն ստանալ եւ իր հայտնության շնորհիվ օգնում է աղքատ ընտանիքի։ Մյունխելի Ալիանս Արենա մարզադաշտում կայացած ազգերի լիգայի խաղարկության եզրափակում Պորտուգալիայի հավաքականը դարձել է հաղթող ու նվաճել գավաթը։ Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը փոխանակել են 2 գոլով, իսկ ահա հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հաջողությունն ուղեկցել է Պորտուգալիայի ընտրանուն։ Ավելի վաղ երրորդ տեղի համար պայքարում Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Գերմանիային։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ 2024-ին հարկային եկամուտները աճել են 5.1%-ով կամ 117 միլիարդ դրամով։ Հարկային մարմինների հավաքագրումները աճել են 11.2%-ով, իսկ մաքսային հատվածում եղել է մոտ 15%-ի անկում, հատկապես ավտոմեքենաների ներմուծման կրճատման պատճառով։ 2024-ի հունվար-մայիսին հավաքագրվել է 142 միլիարդ դրամով ավելի հարկ, 14.4% աճ։ Հարկերի հնայի նկատմամբ հարաբերակցությունը բարելավում է, իսկ ստվերից դուրս եկող
ստացող եկամուտներն ավելանում են տարեկան շուրջ 30-ից 40 միլիարդ դրամով։ Նշվել է նաև, որ 2024-ին 392 միլիարդ դրամի հարկային վերադարձ է իրականացվել, որից մեծ մասը հիպոթեկի տոկոսների դիմաց։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը եւ ջրային կոմիտեին առաջարկելով վերանայել Veolia ջուր ընկերության հետ պայմանագրի հարաբերությունները։ Ըստ նրա վերջին կետը վերաբերում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը։ Նրա խոսքով դեռ 2026-ին Veolia ջրին վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել։ Բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Veolia ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Veolia ջրին պետությանը եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա Veolia ջրի հետ։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 3 4 5 6 քաղաքապետարն է, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է Քանի քաղաքապետանին մեղադրում են, լավ է էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Հայաստանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը սկսվել է հունիսի 9-ից եւ կանցկացվի 3 փուլով էլեկտրոնային համակարգով։ Առաջին փուլ հունիսի 9-ից 12-ը արտոնություն ունեցող ընտանիքների համար, երկրորդ փուլ հունիսի 24-ից բոլոր երեխաների համար հայերեն ուսուցմամբ դասարաններում, երրորդ փուլ հուլիսի 1-ից ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Պարեկային ծառայության կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղի ունեցած վթարի տեսանյութը։ Վթարի հետևանքով 3 մարդ է տուժել, նրանց թվում կին Պարեկ։ Գերատեսչությունից հերքում են, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն է ունեցել վթարին։ Այնինչ ազգային է, նաև միջազգային է։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը այս տարի 21-րդ անգամ է համախմբում տաղանդավոր արտիստների աշխարհի տարբեր ծայրերից։ 18 երաժիշտ 12 երկրից պայքարելու են լավագույն տիտղոսի համար։ Մրցույթի մեկնարկն արդեն ազդարարել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Լոնդոնից եմ եկել շատ ոգևորված եւ ուրախ եմ Խաչատրյանի անվան այս մրցույթին մասնակցելու համար։ Չնայած որպես դիրիժոր երբեք չեմ ղեկավարել նվագախումբ, որը կկատարեր Խաչատրյան, բայց որպես դաշնակահար նվագել եմ Դաշնամուրի կոնցերտը։ Իսկապես հիացած եմ նրա արվեստով, այն պարզապես սքանչելի է։ Այս մրցույթը շատ մեծ անուն ունի արդեն ամբողջ աշխարհի երաժիշտների մոտ։ Եվ 21-րդ անգամ անցկացնել աշխարհով մեկ ցնցել բոլոր կլասիկ երաժիշտներին, դա պետք է կարողանալ։ Մրցույթը ամեն տարի 4 տարբեր մասնագիտական կարգերով է անցկացվում՝ դիրիժորական, ջութակ, թավջութակ եւ դաշնամուր։ Այս տարի հերթը դիրիժորությանն է։ Նախընտրական փուլին աշխարհի 65 երկրից 260 դիմորդ է եղել։ Միջոցառման կազմակերպիչ ընկերությունից նկատում են, այս աննախադեպ մասնակցությունն արդեն իսկ խոսում է մրցույթի հաջողության, հեղինակության ու դրա նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ 18 տաղանդավոր դիրիժորներ, բավականին փորձառու, բավականին հետաքրքիր ճանապարհ անցած երաժիշտներ խոստումնալից եկել են Հայաստան եւ Խաչատրյանի երաժշտության շուրջ համախմբվել են եւ պայքարելու են լավագույնի համար։ Հայ մեծ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթի բացման արարողությունը նշանավորվեց նաեւ հրավիրյալ աշխարհահռչակ ջութակահար Նինֆենի մասնակցությամբ, որը Խաչատրյանի ջութակի կոնցերտը կատարեց միջոցառման պաշտոնական նվագախմբի Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ։
Օրը խաչատրյանական է, ծրագրում Սպարտակ բալետից հատվածներ են լինելու, որը կներկայացնի ղեկավարի համերգը Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար գլխավոր դիրիժորը։ Սիրում եմ Խաչատրյանի բոլոր գործերը, բայց ամենից շատ երկրորդ սիմֆոնիան։ Խաչատրյան կոմպոզիտորը ասես մշակութային դեսպան լինի, որն իր արվեստի շուրջ է հավաքել մեզ բոլորիս ու այս երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Գնահատելու ենք մասնակիցներին ըստ իրենց պրոֆեսիոնալիզմի, արտիստիզմի, տեխնիկայի։ Միջազգային ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Մրցույթի մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին, պարգևատրման արարողության և գալլա համերգի ընթացքում։